Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյանտապանն է։ Եվ այսօր մենք զրուցելու ենք ազգային ժողովի քաղաքապայմանագիր խմբակցության պատգամավոր, աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիկ Տիգրանյանի հետ։ Ողջույն եմ Տիկին Տիգրանյան, շատ շնորհակալ եմ, որ ժամանակ եք գտել եւ եկել եք մեր ստուդիա պատասխանելու մեր հարցերին։ Բարև ձեզ։ Ես եմ շնորհակալ հրավերի համար եւ սիրով եմ ընդունել հրավերը։ Շատ շնորհակալություն։ Ձեր ելույթներից մեկում դուք անդրադարձաք հետեւյալ հարցին։ Հարց տվեցիք այսպեսի. Ինչ խոստումով եկավ խորհրդարան ընդդիմությունը 2021 թվականին։ Այդ մասին էիք խոսում եւ այստեղ ես ուզում եմ որպեսզի դուք նորից այդ հարցը ես այդ հարցը ուղեմ ձեզ, դուք այդ հարցին պատասխանեք եւ զուգահեռաբար պատասխանեք իսկ ինչ խոստումով եկավ Փաշինյանը խորհրդարան 21 թվականին, համեցեք։ Ես ազգային ժողովի այդ ելույթում ավելի շատ խոսքս ուղղում էի մեր խորհրդանական ընդդիմության ընտրողներին, հիշեցնելու համար, որ 21 թվականի արտահերթ խորհրդանական ընտրություններում իրենք ընտրողներին միախմբեցին, ընտրազանգվածին տվեցին խոստում, որ իրենք կգնան խորհրդարան մեկ օրակարգով, այն է իշխանությունից հեռացնել այսօրվա քաղաքական իշխող ուժին եւ այդ խոստումով գալով խորհրդարան իրենք ըստ էության 5 տարի շարունակեցին ունենալ պատգամավորական մանդատներ եւ իրենց տված խոստումը բնականաբար չկարողացան իրականացնել, բայց արեցին շատ իմիտացիոն գործողություններ իրենց ընտրողներին մոլորեցնելու, ցույց տալու համար, որ իրենք անում են ինչ-որ գործողություններ այս իշխանություններին հեռացնելու համար, պարբերաբար շարժումներ հրահրելով ինչ-որ փողոցներում եւ այլն չունենալով հանրային աջակցություն։ Ինչու չհաջողեցին, որովհետեւ այս իշխանությունը ընտրված է ժողովրդի կողմից, նրա լեգիտիմությանը որևէ կասկած չկա եւ իրենք էլ շատ լավ գիտեն, որ խորհրդան գալով որևէ կերպ ուղղակի չեն կարող իրենց եղած մանդատների քանակով իրականացնել վարչապետի իմպիչմենտ։ Դա ընդհանրապես ընտրողների մոլորեցում էր։ Ես ուզում էի ընտրողներին ասել, քաղաքական ընդդիմության մեր ընտրողներին, որ ձեզ ուղղակի խաբել են, ձեզ մոլորեցրել են եւ եթե դուք ինչ որ ծրագրերից այս իշխող քաղաքական ուժի գործողություններից ունեք հիասթափություն, նրանք ուղղակի օգտագործել են ձեր էմոցիաները մանդատ ստանալու եւ պարլամենտում 5 տարի ոչինչ չանելու համար։ Սա էր, իսկ թե ինչ խոստումով քաղաքացիական պայմանագիրը եկավ իշխանության, այսինքն նորից վերընտրվեց, գիտեք, որ 21 թիվը շատ բարդ ժամանակաշրջան էր եւ երկրի համար եւ մեր քաղաքական թիմի համար հատկապես 2020 թվականի պատերազմից եւ արդյունքներից հետո կար խորը այսպես վստահության խնդիր եւ մեր քաղաքական թիմը իր մեջ գտավ իր առաջնորդի ղեկավարությամբ գտավ ուժ, որպեսզի հրաժարական ներկայացնի եւ գնա նորից ժողովրդից հայցի վստահության քվեն։ Երբ որ բոլորը միահամուռ ասում են պարտված ղեկավարը պիտի հեռանա, այո, մեր առաջնորդը հրաժարական ներկայացրեց, խորհրդարանը լուծարվեց եւ գնացինք արտահերթ խորհրդարանական ընտրությունների մեկ կարգախոսով, որ ապագա կա։ Մենք այդ հուսահատ վիճակում էլ երկրի համար բարդագույն շրջանում էլ մենք տեսնում ենք այս երկրի ապագան։ Եվ ես ուզում եմ հիշեցնել նաեւ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որ ազգային ժողովի ամբիոնից հնչեցրեց, որ եթե առաջիկա 2-3 տարում մենք կարողանանք պահպանել Հայաստանի ինքնիշխանությունը, պետականությունը, ուրեմն դա կլինի հարատև։ Եվ ի պատիվ մեր ժողովրդի, որը շատ լավ կողմնորոշվեց եւ հասկանում էր, թե որ քաղաքական ուժի հետ պիտի կապի իր ապագան, հավատաց ապագա կա ապագա կարգախոսին եւ մենք նրան տվեցինք խաղաղության խոստում, որ գալով իշխանության մենք կբացենք խաղաղության դարաշրջան։ Ես շատ լավ հիշում եմ նաեւ իմ նախկին գործընկերներից քաղաքասարակությունում, որ երբ որ մենք խոսում ենք խաղաղության դարաշրջանի բացման մասին, ասում են գոնե խուսափեք դարաշրջան տերմին ասելուց, այսինքն հավատ չկար անգամ 1 օրյա, 2 օրյա կամ ինչ որ կարճաժամկետ կտրվածքով խաղաղության շրջանի մասին, ելուր մնաց, երբ որ մենք խոսում ենք դարաշրջանի մասին, բայց
մենք հավատում ենք մեր կարգախոսին եւ մենք հավատում ենք մեր ժողովրդի ողջախոհությանը եւ արդյունքները տեսա 21 թվականի խորհրդարանական ընտրություններում քաղաքացիական պայմանագիրը վերընտրվեց եւ մենք արդեն 26 թվականին նոր այս հերթական ընտրություններին գնում ենք խաղաղության պայմաններում այն ինչը խոստացել ենք եւ այն ինչը ամրագրվեց 25 թվականի օգոստոսի 8-ին Շատ շնորհակալություն ճշտող հարցեր խաղաղության թեմային կանդրադառնանք հիմա առաջին հարցն էր ուրեմն դուք ասացիք հեռացնել Փաշինյանին խոստացել էին հեռացնել Փաշինյանին եթե ձեզ հակադարձեն եւ ասեն այն վախի մթնոլորտը որը հիմա ստեղծված է Հայաստանում գուցե թույլ չտվեց որպեսի իրենք անեն հարցս հետեւյալն էր ինչու նրանց չհաջողվեց խորհրդարանական ընդդիմությանը չհաջողվեց այնուամենայնիվ կատարել իրենց նախընտրական հիմնական այսպես առաքելությունը խոստումը այն ինչով որ վստահեցնում են ընտրողին այլ քաղաքական գործելակերպ կար հեռացնելու Փաշինյանին թե միայն այնպիսի գործելավոճ պետք է լիներ որը վախից դրդված նրանք չանեին ճանապարհները որոնք էին վախը իսկապես վախի մթնոլորտ կա նախ Հայաստանում թե ոչ երկրորդը վախի մթնոլորտը խոչընդոտեց այդ իրենց խոստումի իրականացմանը Տիկին Արաքելյան ձեր ամբողջ հարցադրման ընթացքում ժպիտ առաջանում ինչու որովհետև նրանք ովքեր գոնե 40 պլյուս են եւ այս երկրում ապրել են տարբեր նախագահների կառավարման օրոք եւ հիմա են տեսնում Հայաստանում եւ խոսքի ազատությունը եւ ժողովրդավարության մակարդակը պիտի հետեւաբար վախերի մասին չխոսել ինչ վախի մասին է խոսքը երբ որ շաբաթներ ամիսներ շարունակ Բաղրամյան փողոցը փակ էր դուք հիշում եք ընդդիմության հանրահավաքները անգամ հասարակությունից գալիս էր դժգոհություններ իշխանություններին ուղղված թե ինչու չեք բացում փողոցը ինչու ուշ չեք կիրառում չկար որևէ խանգարող հանգամանք բայց չկար հանրային մոբիլիզացիա որովհետև այն օրակարգը որ ձևավորել էր ընդդիմությունը արհեստական էր եւ չուներ ժողովրդի աջակցությունը կլներ պարլամենտում այդ իշխանափոխության գործընթացը չէր հաջողելու շատ པարզ պատճառով, որովհետև չկար բավարար թվով մանդատներ եւ իրենք դա գիտեին, իրենց ամբողջ հույսը գուցենա էր, որ քաղաքացիական պայմանագրում կգտնվեն մարդիկ, որոնք կտատանվեն եւ կանցնեն կողմը, բայց իրենք մոռանում են, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը անցել է 20 թվականի պատերազմից հետո նոյեմբերի 9 եւ նոյեմբերի 10-ի այդ դժնդակ գիշերը եւ ամուր մնացել, հետեւաբար իրենք պատեհապաշտ մարդիկ չէին, որ հույսները դնեին մեր խմբակցությունից ձայներ տանելու վրա եւ հետեւաբար պարլամենտական ճանապարհով պարլամենտում անվստահություն հայտնելու ճանապարհով հնարավոր չէր այս իշխանությունը իսկ մանդատները վայր դնելու ճանապարհը մանդատները վայր դնելը այո բայց դա իրավական անգրագիտություն էր որովհետև այդպես չի լինում որ եթե իրենք ամբողջ ցուցակով անգամ մանդատները վայր դնեին միևնույն է խորհրդարանը կմնար եւ կգործեր միայն քաղաքացիական պայմանագիր խմբակցության պարագայում որովհետև չկա մանդատները մի խմբակցության դեպքում վայր դնելու պարագայում որ ազգային ժողովը լուծարվում է դա ազգային ժողովի լուծարման հիմք չէր այս մեթոդը հուշողները ուղղակի երևի լավ ծանոթ չէին օրենսդրական կարգավորումներին Իսկ փողոցում շարժումները, ես հիմա փորձում եմ հիշել, թե ինչ շարժումներ այդպես շարժում կոչվածներ ձևավորվեցին, հայրենիքի փրկության շարժումներ, Կիրանցով Արցախ շարժումներ, տարբեր առաջնորդներ ունենալով կամ նորից պեղելով հին առաջնորդներին բերելով, իրենք էլ չէին հասկանում, գուցե հուշում եմ մեր ընդդիմությանը թե հաջորդ քայլերն ինչ անել, բայց ընդդիմությունը մոբիլիզացվում է իբրև թե եւ գնում բերում է առաջնորդ, որին հասարակությունը վաղուց արդեն մերժել է եւ նախկիների հետ ուղարկել է հանգստի Վազգեն Մանուկյան, հետո գալիս են այլ ավելի ոչ հանրային այսինքն փորձարկումներ էր մարդկանց ոնց որ կաստինգ էր արվում բացի կաստինգից իրենք պիտի հասկանային դուք նաև հիշում եք իրենք կիրառում են նույն տեխնոլոգիաները ինչը 18 թվականին
հեղափոխության ժամանակ կիրառվել էր եւ հեղափոխությունը ինչու հաղթեց։ Միայն այն պատճառով, որ կար մոբիլիզացիա նպատակի գաղափարի շուրջ, մարդիկ ունեին մեկ օրակարգ։ Բայց տեղել կար նպատակ հեռացնել Փաշինյանը։ Բայց չկար դրա շուրջ համախմբում հանրության մոտ։ Ժողովուրդը համերաշխ չէր այդ գաղափարի հետ, որովհետեւ ինքը ընտրել էր արդեն իր իշխող քաղաքական ուժին եւ իր առաջնորդին, հետեւաբար այդ իր ընտրությամբ արդեն ասել էր, որ ես հաշտ չեմ քո որոշումների հետ, հարգելի խորհրդարանական կամ արտախորհրդարանական ընդդիմություն, հետեւաբար փողոցում էլ մոբիլիզացիա որպես այդպեսին չկա։ Իրենք կարող են դա ներկայացնել, որ հուշք ու հանրահավաք, հուշք ու շարժումներ, բայց ուղղակի մարդկանց բերել, պարտադրել եւ երբ որ դու հրապարակում չես տեսնում այն էներգետիկան, երբ որ առաջին շարքից մինչև վերջին շարքում կանգնած մարդը նույն եռանդով չի ուրեմն վանկարկում այն կոչերը, որը հարթակից է հնչում, դուք հասկանում եք խզվածությունը հարթակում կանգնած մարդկանց եւ հասարակության միջև։ Հետեւաբար իրենք չունեին հանրային սատարում, այդ առումով էլ իրենք որևէ ձև չհաջողեցին եւ ես հիմա վստահ եմ, որ նաեւ տեսնելով ամփոփիչ հանրահավաքները այսօրվա քաղաքական ուժերի, որոնք հավակնում են մտնել խորհրդարան, իրենց հանդիպումները այդ երբեք ուղիղ եթեր չեք տեսնի, չէ՞ որ Հայաստան դաշինքը կամ ուժեղ Հայաստան դաշինքի անդամները ուղիղ եթերում գնան եւ հանդիպեն ընտրողների հետ։ Դրանք ձայնագրված, տեսագրված, մոնտաժված հանդիպումներից են, որոնք չեն տալիս իրական պատկերը։ Իսկ իրական պատկերը ամփոփիչ հանրահավաքներն են, որտեղ մենք տեսնում ենք, որ եթե նախորդ տարի օրինակ Հայաստան դաշինքը ամփոփիչ հանրահավաքում 30-35 հազար մարդիկ էր հավաքում հրապարակում, այսօր հավաքում է 5100 քանի մարդ, ինչը նշանակում է, որ իրենք կորցրել են անգամ այդ չեղած ընտրազանգվածի վստահությունը։ Այսինքն կարելի է ասել, որ քաղաքապայմանագրի հաշվարկը կամ դուք հաշվարկում եք, որ հաջողության կհասնեք այս ընտրությունների ժամանակ, որովհետև ոնց որ գուցե չեմ ասի պառակտված է, բայց ցրված է ընդդիմության ձայները ցրված են, հա։ Եթե ոչ պառակտված են նաև, այնտեղ կա Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Թևեշ, այնտեղ խնդիրներ կան։ Միասնական չեն, եթե միասնական լինեին, կարծում եք ավելի վտանգավոր կլիներ ձեզ համար, եւ հիմա դուք ավելի վստահ եք ձեզ զգում։ Գիտեք ինչ ենք մենք մեզ ավելի վստահ զգում։ Այո, վստահ ենք զգում մի կողմ թողնելով ընդդիմությունում ինչա կատարվում, հետո խոսենք ընդդիմությունում կատարվելիքի մասին, իրականում ընդդիմությունը այնտեղ մեկ անձի դեմքով է ներկայանում, որովհետև օրինակ Բարգավաճ Հայաստանը կամ Գագիկ Ծառուկյանը երբեք ինքնուրույն չի որոշի մտնել քաղաքականություն, 21 թվականին նա չմասնակցեց խորհրդարանական ընտրություններին, դու կարծում եք դա իր անձնական սեփական որոշումն էր, իհարկե ոչ, այդ ժամանակ պետք էր պասիվացնել Գագիկ Ծառուկյանին, առաջ մղել Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած քաղաքական թիմին։ Նա ուղղակի ոնց ստեղծվել է Ռոբերտ Քոչարյանի հրահանգով կամ նրա թույլտվությամբ, այդպես էլ գործում է։ Եվ հիմա դաշտ է մղվել չասելով ով է իր վարչապետի թեկնածուն։ Բնականաբար վարչապետի թեկնածուն մեկն է Ռոբերտ Քոչարյանը, որը Հայաստան դաշինքի ըստ էության վարչապետի թեկնածուն է, եւ ես չեմ հավատում, թե մյուս քաղաքական ուժերը, որոնք չեն հայտարարում ով է վարչապետի իրենց թեկնածուն, պիտի ընտրություններից հետո մի նոր մարդու անուն հնչեցնեն։ Այդ մարդը Ռոբերտ Քոչարյանն է, ուղղակի իր անդամներին ցրել է տարբեր քաղաքական ուժերում, այդպես է փորձում մասնակցել խորհրդարանական ընտրություններին։ Փակագծերում հարցնեմ, Սերժ Սարգսյանը հայտարարել է, կուսակցությունը հայտարարել, որ չի մասնակցելու։ Համարում եք, որ Սերժ Սարգսյանը չի մասնակցում այլ տեխնացուի միջոցով։ Իհարկե մասնակցում է այլ տեխնացուների միջոցով, նայեք թե Սերժ Սարգսյանի համախոհները կամ այսօր պատիվ ունեմ խմբակցության գործող падգամավորները, որ քաղաքական ուժերում են դերաբաշխվել։ Եվ ես ուզում եմ ուղղակի ասել, թե մենք ինչի ենք վստահ, ես ավելի շատ վստահությունն ենք մեր ընտրողների ողջախոհության ենք վստահում եւ մեր հանդիպումները ցույց են տալիս, որ մարդիկ գնահատում են այն, որ իրենցից եկած պատվիրան է, որ իրենք տվել էին մեզ որպես падգամավորներ, այդ падգամը տանել եւ ստեղծել Հայաստանի համար բարենպաստ խաղաղ զարգացման միջավայր, մենք դա ստեղծել ենք։ Մարդիկ գնահատում են այն, որ այսօր Հայաստանում կա խաղաղություն։ Դու կարծում եք մարդիկ այդպես ծնվում են ռազմատենչ կամ ծնվում են ուղակի նահատակվելու մարմաճով, ոչ, մարդիկ ծնվում են, ուզում են ապրել սովորական մարդու կյանքով եւ ուզում են Հայաստանում ապրել, ստեղծել, արարել եւ տեսնել իրենց երեխաների ապագան Հայաստանում։ Բայց նրանք ձևակերպում են օգտագործում արժանապատիվ պետք է լինի
խաղաղություն, ինչ որ ածականներ կան, երաշխավորված, երաշխավորվածը մի քիչ այլ թեմա է, կխոսենք դրա մասին էլ, բայց ասում են ոչ ամեն գնով խաղաղություն, այդ դա շատ կարևոր հարց է։ Խաղաղություն պետք է արդյոք այստեղ ճյուղավորում լինի ամեն գնով, ոչ ամեն գնով արժանապատիվ։ Ես նայում եմ մեր այդ 18 մեր հանած ուրեմն քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերը եւ խաղաղության մասով բոլորի մոտ կա այո, որ իրենք էլ են ապահովելու Հայաստանի համար խաղաղություն, պահպանելու են ավելի ճիշտ խաղաղությունը։ Արձանագրենք, որ իրենք ընդունում են, որ կա խաղաղությունը որպես փաստ։ Եվ մեկը դա կոչում է, որ մեկը դա անվանում է, որ բայց այն պիտի լինի արժանապատիվ, որևէ կերպ չեն բացում ինչ է արժանապատիվ խաղաղությունը, որն է ձեզ համար արժանապատիվ խաղաղության բանաձևը։ Ուժեղ Հայաստանը օրինակ խոսում է կամ Հայաստան դաշինքը իրենց ծրագրում նշել են երաշխավորված, այն էլ բազմա դերակատարներով երաշխավորված խաղաղության մասին։ Ես կարծում եմ, որ սա ամենավտանգավոր թեզն է, որ կարող է լինել խաղաղության համար, այսինքն արկա խաղաղությունը ռիսկի տակ են դնում բազմա դերակատարներով երաշխավորների պարագայում։ Մի քիչ բացեք, ինչու եք որովհետև եթե մենք ունենք կոնֆլիկտ մեր հարևան երկրի հետ եւ նրա հետ գնացել ենք համաձայնության, որ մենք այլևս չենք զարգացնում այդ կոնֆլիկտը եւ փակում ենք կոնֆլիկտի էջը, ամենալավ երաշխավոր այս պարագայում Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանի Հանրապետությունն են, որովհետև իրենք են իրար խոստացել, որ այլևս չի լինելու կոնֆլիկտային իրավիճակ։ Երբ որ մենք բերում ենք մեր կամքի արտահայտմամբ ստորագրված փաստաթղթի վրա թեկուզ նախաստորագրված այլ երաշխավորներ եւ երաշխավորներին ասում ենք ինչ արեք, հսկեք նրա վարքը կամ նրա վարքը կամ միջնորդավորված միմյանց փոխանցենք տեղեկատվություն, մենք այստեղ երաշխավորների համար դաշտ ենք բացում, որպեսզի նրանք էլ իրենց համար որոշակի բենեֆիտ ունենան։ Իրենց շահերից ելնելով ինչ-ինչ կախվածության մեջ ենք հայտնվում։ Այսինքն մենք կախվածության մեջ ենք հայտնվում այդ երկրներից, եթե նրանք երաշխավոր են։ Ուզում ենք ասենք, որ մենք այնքան անկարող ենք որպես պետություն, որպես միջազգային իրավունքի ինքնուրույն սուբյեկտ, որ չենք կարող մեր իսկ ստեղծած խաղաղությունը պահել, մեր իսկ ստորագրությունը պաշտպանել, որ բերում ենք միջնորդներ կամ երաշխավորներ, որպեսզի նրանք գան եւ տիրություն անեն այն փաստաթղթին, որը մենք ենք ստեղծել։ Փաշինյանը չունի երաշխավոր, որպեսզի կան գաղափարը չկա նրա առաջարկած խաղաղության մեջ։ Ոչ, այստեղ կա ընդհանրապես երկկողմանի բանակցություններ են եւ ամբողջ խոսակցությունը երաշխավորությունը երկու պետությունների վրա է։ Այլ բան է, որ դա նախաստորագրումը տեղի ունեցել Միացյալ Նահանգների նախագահի վկայությամբ, ներկայությամբ, բայց նա որպես միջնորդ կամ երաշխավոր չի հանդիսանում այս պարագայում եւ իր հանրային խոսքում էլ որքան հիշում եմ էլի ազգային ժողովի ամբիոնից հայտարարվեց, որ այս փաստաթղթի հիմնական եւ միակ երաշխավորները երկու հանրապետություններն են։ Եվ շարունակաբար ասել, մենք ընդունում ենք խաղաղությունը, բայց այն պիտի լինի երաշխավորված կամ խոսել թրիփի նախագծի մասին եւ տալ պետությունների անուններ, որոնք իրար մեջ ունեն կոնֆլիկտներ եւ անհամաձայնություններ, նշանակում է մենք ուղղակի ուզում ենք վիժեցնել խաղաղության գործընթացը, որը հաստատվել է, իսկ մենք ուզում ենք ամուր պահել խաղաղությունը եւ մեր կարգախոսը հենց տեր կանգնիր խաղաղությանը նրա մասին է, որ հարգելի քաղաքացիներ, խաղաղությունը արդեն կա, դա փաստ է, արձանագրված փաստ է, մենք ձեզ խնդրում ենք հունիսի 7-ին գնալ ընտրատեղամաս եւ տեր կանգնել այդ խաղաղությանը, մենք արդեն չենք ասում ընտրություն անել խաղաղության կամ ոչ խաղաղության միջև, մենք ասում ենք կա խաղաղություն, որովհետեւ դուք եք մեզ պատգամել մենք ստանձնել ենք այդ հանձնառությունը, ստեղծել, կերտել այդ խաղաղությունը եւ այդ խաղաղությանը պետք է տեր կանգնել։ Եվ իսկապես խաղաղությանը պետք է տեր կանգնել, որովհետեւ դուք տեսնում եք, որ արտաքին ոչ միայն ազդեցություններ, այլև արտաքին ազդեցություններից ազդված քաղաքական ուժեր ինչպես են կարողանում այս գաղափարը ռմբահարել։ Այո, ռմբահարել եւ թերահավատորեն վերաբերել այդ հայտարարություններին, ասելով, որ Ալիևը շարունակում է հարևան Ադրբեջանը շարունակում է զինվել, շարունակում է սպասել, չհայտարարել, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այդպիսի հայտարարություն չի ասվել, շարունակում է սպասել պատեհ պահի, գուցե մարդիկ վախենում են, որպեսի հարձակվի Հայաստանի վրա,
տարբեր սցենարներ են, դուք գիտեք, շրջանառվում սոցցանցերում, մարդիկ անհանգստանում են։ Ես չեմ կարող ասել, որ բոլորն են մանիպուլատորներ, իհարկե կան անհանգստացողներ եւ կան մարդիկ, որոնք այդ անհանգստության վրա մանիպուլյացիաներ են անում, դա հասկանալի է, բայց վտանգը այնուամենայնիվ կա, թե չկա, եւ ինչից է կախված վտանգը, ասենք նույն Փաշինյանը վերընտրվեց, կամ ընտրվեց մեկ այլ կուսակցություն եւ մեկակուսակցության վարչապետ ընտրվեց, ինչը կարող է փոխվել, ինչը կարող է ստիպել այս իրավիճակի փոփոխությանը, որ Ալիևը հարձակվի, իրավիճակ փոխվեց, օրինակ ասեցին, չգիտես, Իրանում պատերազմ է, ստեղ մեկը ինչ-որ սխալ հայտարարություն արեց, նույն այդ չեմ ուզում կրկնել այդ հայտարարությունը, որ մեղադրում են ասում են, ահա, Փաշինյանը այդ իր հայտարարությամբ հրահրեց պատերազմը, ինչ-որ մի անհաջող հայտարարություն արվեց, այն անհաջող ներողություն, որը Ալիևը ամեն օր է անում մեր ուղղությամբ։ Տեսեք, մեր լրատվական դաշտ եւ քաղաքական ուժերը անդադ հրապարակ են նետում ադրբեջանական քաղաքական վերնախավի կամ լրատվամիջոցների խոսույթը։ Բնականաբար մեկ նպատակ ունեն մեր քաղաքացիներին ահաբեկելու ադրբեջանական խոսույթով, բայց պիտի հասկանանք, որ այդ խոսույթը առաջին հերթին ուղղված է հենց ներքին լսարանի համար, գուցե ցույց տալու համար, որ իրենք շարունակելու են հանրային ընկալումներ ձևավորելու նպատակով, իրենց իշխանությունների նկատմամբ, բայց շատ լավ հասկանալով, որ սա նաև ներքին անհանգստություններ է առաջացնում եւ քաղաքական լարվածություն Հայաստանում ազդելու համար Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա, գուցե ադրբեջանական իշխանությունները կշարունակեն այդ խոսույթը ավելի շատ երկարաձգել, քանի դեռ տեսնում են իրենց ազդեցությունը։ Չեք դնում քաղաքացու գլխի տակ ասելով, որ դա միայն ուղղված է ներքին սպառողի համար։ Ոչ, ես կարծում եմ, որ մենք փափուկ բարձ չենք դնում, բայց մենք նաև միշտ ազնիվ ենք եղել մեր քաղաքացիների հետ եւ ասել ենք իրականությունը այն առումով, որ պետք է այն ինչը որ կարող էր հիմք հանդիսանալ նոր ռազմական կոնֆլիկտի համար, մենք այդ էջը փակում ենք։ Ես կարծում եմ, որ սա շատ դժվար արտաբերվող եւ արտահայտություն էր, որ որևէ քաղաքական գործիչ կկանգներ եւ այդ համարձակությունը կունենար եւ կասեր, որ ես փակում եմ Ղարաբաղյան շարժման էջը, որտեւ դա էր, որ ստեղծեց կոնֆլիկտ երկու պետությունների միջև, դա էր, որ այդ ծորացող վերքը շարունակաբար տարիներ շարունակ թողել էր բաց, մենք ասում ենք այլևս այդ կոնֆլիկտը չկա։ Հիմա եթե չկա կոնֆլիկտը, ինչի պատճառ կամ հիմք կարող է, ինչը կարող է հիմք կամ պատճառ լինել պատերազմի համար։ Բառացիորեն 3 չառաջ օրը Ալիևը նորից Զանգեզուրի միջանցք ձևակերպումը ճիշտ է խաղաղ նպատակներով, որ ահա արդեն սկսելու է գործել, մեկ պայմանավորվել է, բայց այդ ձևակերպումը անընդհատ նա առաջ է մղում, որպեսզի մարդկանց ականջը դա Բաքվում էր եւ ամերիկացիներն էին այնտեղ նստած, որպեսզի լսեն սովորեն, օրինակ իր նկրտումները նույն Սյունիքի հետ կապված, որովհետեւ տարիներ շարունակ իրենք խոսել են այդ թեմայով, որովհետեւ տարիներ շարունակ նաեւ Սյունիքի թեման հայաստանյան իրականության մեջ, հայաստանյան քաղաքական կյանքում եղել է այսպես սեղանի դրված օրակարգային հարց եւ բնականաբար միանգամից չի հրաժարվի նաեւ իր քաղաքացիներին ասելու համար, որ ես հրաժարվում եմ այն բոլոր նկարտումներից, որ կա։ Թրիփի նախագիծը ամբողջությամբ ցույց է տալիս, որ Զանգեզուրի միջանցք խոսույթը դասին էր, ուղղակի որևէ տեղ ամրագրված չէր եւ դա նորից իր լսանի համար ականջահաճո լինելու, իր ընտրազանգվածին իր շուրջը պահելու համար էր։ Եվ վերջո նա էլ մի օրում չի կարող հրաժարվել ընդունել եւ հրաժարվել այն ամենից, ինչը տարիներ շարունակ գուցե իր հասարակությանը հենց դրա շուրջ է մոբիլիզացրել, բայց կա հստակ մեկ բան, որ մենք ունենք այսօր նախաստորագրված խաղաղության հռչակագիրը, մենք ունենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ Թրիփի շուրջ կնքված համաձայնագիրը եւ սա շատ ավելի իրական է եւ իրականություն է, իրական Հայաստանի մասը։ Ինքնին երաշխավորություն է սա, դուք կարծում եք։ Ես կարծում եմ, որ այո, որովհետև այն փաստաթուղթը, որը ստորագրվել է, բավականին ամուր հիմքեր է տալիս ինձ մեզ ասելու, որ չի կարող երբևէ, չի կարող այլևս հիմք չունեցող կամ
հիմնավոր պատճառ չունեցող դեպքերում տեղի ունենալ ռազմական կոնֆլիկտ եւ մեր քաղաքական ուժերի կողմից անդադ Ալիևի խոսույթը բերել եւ այստեղ տիրաժավորելը նույն ձևով էլ 300,000 ադրբեջանցիների վերադարձի գաղափարով մեր հասարակությանը վախեր ներշնչելը դա ուղղակի այո Համենայն դեպս ահաբեկված է ժողովուրդը այո դա ահաբեկչություն է ես էլ եմ հանդիպել մարդկանց ովքեր լուրջ հավատացել են որ հիմա կգան 300 ադրբեջանցիներ անգամ իրենց նկարած այդ պարզունակ տեսահոլովակներով երբ որ հայտարարում է խոստումի համաձայն եկան 300,000 ադրբեջանցի եւ նույն պահին հայի բնականում հայտնվում է ադրբեջանցի դա տերոր է ես դա գնահատում եմ որպես դա ահաբեկչություն է ես կարծում եմ որ սրանք պիտի պատշաճ գնահատական տրվի նաեւ որովհետեւ հոգեբանական տերորի ներսում ենթարկվում են ճնշման հոգեբանական ճնշման եւ ես թվում է որ կարող է լինել նման օրակարգեր։ Ես ուզում եմ հայտարարել պաշտոնապես, որ 300,000 ադրբեջանցիների վերադարձի թեմա օրակարգում չկա ընդհանրապես։ Չի եղել, չի կարող լինել, այս պահին գոյություն չունի։ Դա ընդհանրապես հոգեբանական ահաբեկչություն է մեր բնակչության նկատմամբ, այլ ուրիշ մեղադրանք մեր թիմին չեն կարող ներկայացնել, բյուջեն չեն ուտում չեն թալանում, երկիր են ծաղկեցնում, դպրոցներ են կառուցում, մանկապարտեզներ, ինչ է մնում անել, մեր հանրային ընկալման մեջ ադրբեջանցին եւ թուրքը ընկալվում են որպես վախ ներշնչող եւ թշնամական երևույթ, մենք դուրս գանք ազգերից, պետություններից եւ կոնֆլիկտից, բայց մենք ունենք գենետիկ վախեր, թուրք, ադրբեջանցի արտահայտությունների նկատմամբ այդ գենետիկ վախն են փորձում օգտագործել, որպեսզի այլ բան եթե չկա այս իշխանություններին ատելու, միայն այդ վախից դրդված գնան եւ չընտրեն քաղաքացիական պայմանագրին, բայց ընտրել ում, ընտրել մարդկանց, որոնց կառավարման ժամանակ մենք ապրել ենք, մենք տեսել ենք եւ ինչու է ասում 40+ տարիքի ընտրողների մասին, որովհետեւ վերջերս մի խոսակցություն ունեցա տաքսու վարորդի հետ, որը ինձ շատ զարմացրեց քաղաքական հայացքներ ով ինչ ունի ես տոլերանտ եմ ես հանդուրժող եմ բոլորի քաղաքական հայացքներին բայց ինձ ապշեցրեց որ ինքը դեռևի 50+ լինելով ասաց որ կգնա եւ կընտրի Հայաստան դաշինքին ավելի կոնկրետ ասաց կգնա եւ կընտրի Քոչարյանին ինձ հետաքրքիր էր իր հիմնավորումը ինչու ասաց որովհետեւ ես ուզում եմ որպեսզի մենք պահենք մեր ինքնությունը Ես ամեն պատասխան պատրաստ այդ պահին լսելու։ Ասենք լսել էինք հերոս, հաղթանակած, պատերազմ չի եղել այդ տարիներին։ Այս արտահայտությունները այդպես միֆականացված լսել էինք, բայց որ Ռոբերտ Քոչարյանն ընտրելով մենք պիտի պահպանենք մեր ինքնությունը, սա ինձ համար ոչ պարադոքս է, չգիտեմ, եւ զավեշտ էր, եւ պարադոքս էր, եւ երկվություններ իմ մեջ, այսինքն մեր որ ինքնությունը պիտի պահպանել, պաշտպանել Ռոբերտ Քոչարյանն ընտրելով։ Եթե մենք ուզում ենք հետ գնալ այն վախի մթնոլորտին, խոսքի ճնշմանը, խոսքի ազատության ճնշումներին, հավաքների ազատությունների ճնշումներին, եթե սա էր արժե համակարգը, ապա մենք այդտեղ անելիք չունենք։ Եթե հայ ինքնությունը, իսկ մեր հայ ինքնությունը լեզուն է, որի կրողը չենա, Եթե մեր ինքնությունը մեր քրիստոնեական հավատքն է, որի էլի կրողը չենա, ապա որ արժեքների համար էր ընտրում եւ երբ որ խոսակցությունը մի փոքր էլ բացեցի, որ հատկապես ինչն եք հավանել իր կառավարման տարիներին, պարզվեց, որ նրա կառավարման տարիներին այս տաքսու վարորդը Հայաստանում չի էլ ապրել։ Նա տեղյակ չէր ոչ հոկտեմբերի 27-ի դեպքերից, տեղյակ էր ավելի ճիշտ մամուլից ոչ թե ինքը եղել է Հայաստանում եւ տեսել է այդ ամենը։ Նա մարտի 1 չի տեսել, նա չէր տեսել նախագահական ընտրություններից հետո այդ փետրվարյան ցույցերը եւ մարտի 1-ը չէր տեսել, բայց ինքը այդ ամենը լսել էր հերավոր Ռուսաստանի Դաշնությունում, որովհետեւ իր գործերն այնտեղ լավ էին։ Եվ հիմա էր եկել Հայաստան, հիմա նկատում եմ վերջին 7 տարում եւ ընտրելու է Ռոբերտ Քոչարյան։ Ձեր ընտրությունը ընտրեք, բայց եթե դուք մոռացել եք թե մենք ինչ ճնշումների եւ խոսքի ազատության եւ հավաքների ազատության եւ սովորական ղեկավարի կերպարը միշտ ընկալվել է որ նա պիտի ահուսարսափ տարածի մենք այսօր մեր քաղաքական ուժի ղեկավարը կոտրել է այդ կարծատիպերը նա ասում է ես ձեզանից մեկն եմ ես ձեզ հետ հավասար եմ եւ այդ սակրալ կերպարը իշխանավորի չգիտեմ որ նա պիտի Այս Թումանյանի հառաչանքում կա, չէ, որ ինչ թակավոր որ կռիվ չանի, զորք չուղարկե մեկը մյուսի վրա, այս կերպարն էր, որ նա պիտի միշտ ուժ գործադրի։ Ես վստահ եմ
որ մեր ժողովուրդը շատ լավ հիշում է, եթե անգամ անհատները դա մոռացել են, հավաքական հիշողությունը ժողովրդի շատ երկար է եւ ինքը երբեք թույլ չի տա, որ մեր երկրում կան այնպիսի բարքեր, որ մենք ունենք մինչև 18 թվականը։ Դուք բարքերն եք ասում, բայց այդ տաքսիստին ես մի այլ տեսանկյունից փորձեմ իր խոսքը ներկայացնել, մեկնաբանեք այդ, գուցե տաքսիստը չասած, ուրիշները, այո, այդ տեսակետին ես էլ եմ ծանոթ, բացատրվում է դա հետևյալ տրամաբանությամբ, ասվում է, որ քանի որ Փաշինյանը կողմնակից է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների նորմալացմանը եւ քանի որ Ռուսաստանը թուլանում է, տարածաշրջանը անցնում է, դա ես ասում եմ այդ տրամաբանություն է, ոչ թե այն ինչ իսկապես տեղի այդպես են բացատրում այդ ձեր որ դուք ասում եք ինքնության հարց բարձրացվեց ուժեղանում է Թուրքիան այստեղ գեգեմոն է դառնում Թուրքիան տարածաշրջանում եւ աստիճանաբար այդ 300 ադրբեջանցիներ կողքից երբ որ ներմուծվում է Հայաստան գնում է աստիճանաբար կլանում Հայաստանի եւ հայության եւ հայը չգիտես ինչու կորցնում է ինքնությունը այդ ճանապարհին, այդ ժամանակահատվածում եւ կներեք, ասում են թրքացում է սկսվում Հայաստանում, ներողություն։ Բայց այդ տեսակետը կա եւ քանի որ դուք այդ տաքսիստի մասին խոսեցիք, դա խոսվում է սոցցանցերում շատ է դրա մասին խոսվում, որ 300-ը եկան միանգամից բազմացան 300-ը թողնենք մի կողմ, Թուրքիա, Ադրբեջան հարաբերությունների կարգավորում Ես միշտ մի հարց եմ տալիս, այո, այդ ճանապարհները բացվում նորմալացում տերմին է օգտագործում, ոչ թե բարեկամություն անել միմյանց հետ, այո, նորմալացում։ Եվ նորմալ է, որ մենք մեր հարևանների հետ պիտի կարգավորենք մեր հարաբերությունները։ Եթե մենք չենք կարգավորում մեր հարաբերությունները, մեր փոխարեն այդ հարաբերությունները փորձում են կարգավորել այլոք, ապա այդ այլոք սկսում են իրենց համար օգտագործել թե մեզ, թե մյուս պետությանը։ Այս դեպքում մենք որպես փոքրաթիվ բնակչության պետություն, չասեմ փոքր պետություն, բայց փոքրաթիվ բնակչության պետություն, պիտի հասկանանք մենք ուզում ենք արդյոք, որ մեր հարաբերությունների կարգավորման մեջ լինի երրորդ մեկը, որը իր շահը պիտի հետապնդի, փոխարենը մենք կարող ենք ուղիղ խոսել նրա հետ, ումից մենք իրական վտանգ ենք տեսնում։ Մեզ ինչ են անդադ ասում, որ տեսեք Թուրքիայի պանթուրքիզմի ուրեմն նկրտումները կան եւ իրենք դրանից չեն հրաժարվել, շատ ավելի լավ։ Ուրեմն ես պիտի առաջին հերթին կառավարեմ այն ռիսկերը, որոնք գալիս են հենց այն պետությունից, որին ես համարում եմ թշնամական պետություն։ Եվ նրա հետ ոչ թե անեմ բարեկամություն, այլ անեմ ուղղակի դիվանագիտական հարաբերություններ եւ ստեղծեմ նորմալ միջավայր այս տարածաշրջանում հանգիստ ապրելու համար։ Եվ մի սերունդ կա գուցե նաեւ իմ սերունդը, որ միշտ մեզ սովորեցրել են դպրոցից սկսած, որ մենք այսպես վախեցածի նման, որ մենք այնքան մեկ-մեկ ասում են այնքան լավն ենք, փոքրացանք, ադամանդի պես թրծվեցինք, չգիտեմ, ադամand դարձանք, այդ լիրիկային չեմ ուզում տրվել, բայց ուզում են, որ մենք այսպես բանը քաղցր պատառ էինք մեր հարևանների համար եւ բոլորն ուզում էին իրենց տանել, հիմա ես ուզում եմ, որ մենք այդ քաղցր պատառը չդառնանք, ոչ այնքան դառը լինենք, որ մեկի կոկորտում մնանք, բայց ոչ էլ այնքան քաղցր լինենք, որ մեզ որպես պատառ տանեն, բայց մենք կարող ենք մեր աշխարհագրական դիրքը օգուտ մեզ օգտագործել։ Եվ անդադ չասել, որ մեզ ասպատակում էին, որովհետև մենք խաչմերուկ էինք։ Մենք հիմա ասում ենք, մենք խաչմերուկ ենք, բայց խաղաղության խաչմերուկ ենք։ Եվ այստեղով անցնում է հյուսիս-հարավ եւ արևելք-արևմուտք ճանապարհները։ Եվ մենք տարածաշրջանում խաղաղության միջավայր ձևավորելով նաև ասում ենք, որ այդ կապուղիների եւ ենթակառուցվածքների ճանապարհների ապաշրջափակումը Հայաստանը դարձնում է շատ ավելի նպաստավոր իր դիրքով եւ այն մյուս տեսակետը, որ ասում են ճանապարհը բացել, հիմա կասեմ, երբ որ ասում են ճանապարհը բացել Թուրքիայի համար առաջ, ասենք Մարգարայի անցումը բացել, դա նշանակում է, որ միանգամից թուրքերը կգան Հայաստան, որովհետև իրենց նպատակն է։ Հիմա ես հարց եմ տալիս, եթե իրենց նպատակն է գալ Հայաստան եւ թրքացումը իրականացնել, ապա ինչու են Հայաստանը պահում շրջափակման մեջ։ Մենք ենք փակել Թուրքիայի հետ ճանապարհը, սահմանը, ոչ։ Այդ սահմանը փակվել է 30 տարի հենց Թուրքիայի կողմից։ Եթե իրենց նկրտումը դա է, ապա ինչու միջև հիմա չէին այդպես միանգամից բացում ճանապարհները եւ գալիս։ Սա շատ էլի մարդկանց ուղեղի համար վախեցնող, հոգեբանական ճնշում գործադրող, պրիմիտիվ, ուրեմն
հետևանքները իբրև թե հետևանքները ցույց տվող վերլուծությունը, այս ուզում եմ ասել, որ պետք չի ընդհանրապես այդ գենետիկ կոդերով, վախերով շարունակաբար ապրել եւ հատկապես այն երկրից, որից դու ինչ որ ռիսկեր ես տեսնում, դու ավելի խելացի գտնվի այդ ռիսկերը կառավարելու, քան թե մտածես ինչպես ուրիշներին բերել այդ ռիսկերը քեզ համար կառավարելու համար։ Շնորհակալ եմ, շատ քիչ ժամանակ է մնացել, բայց հարցերս շատ են։ Եթե դեմ չեք մի քանի հարց ընտրությունների հետ կապված եւ ձեր ղեկավարած հանձնաժողովի այնուամենայնիվ մի փոքրիկ այսպես հաշվետվություններ եմ ուզում, որ ներկայացնեք, եթե կարող եք։ Նախ սկսենք ընտրական օրենսգրքի փոփոխության մասին եւս ես լսեցի ձեր ելույթը ազգային ժողովում, ուզում եմ այդ հարցին անդրադառնալ հենց նրա համար, որպեսզի ընտրական օրենսգրքում փոփոխություն արվի, մի ամբողջ կուսակցություն է մասնակցում ընտրություններին, օրինակ դեմ են բոլորին կուսակցությունը։ Համարում եք արդյոք, որ ընտրական օրենսգիրքը լուրջ փոփոխությունների կարիք ունի, թերություններ ունի, չնայած մենք հիմա գնում ենք այս ընտրական օրենսգրքով, բայց այն այնուամենայնիվ թույլ տղեր ունի։ Ընտրական օրենսգիրքը միշտ էլ բարելավման կարիք ունի, ես իմ այդ ելույթում, եթե արժեի ելույթ նկատի ունեք, ասացի, որ մեր օրենսգիրքը գերկարգավորված է։ Եվ դա լավորից չէ, որ այդպես է, որովհետև տարիներ շարունակ մենք ընտրական գործընթացների նկատմամբ ունեցել ենք տոտալ անվստահություն եւ ընտրությունների արդյունքները արժանահավատ չեն եղել։ Դա վկայում է նաեւ դիտորդական առաքելությունների զեկույցները։ Հետևաբար մենք ամեն անգամ այս դեպքում էլ նախկինում որպես քաղաքասարակություն պնդել ենք իշխանությունից պահանջել ենք, որպեսզի այնպիսի մեխանիզմներ սահմանեն օրենսգրքում, որպեսզի հանրային վերահսկողության պարագայում ավելի թափանցիկ եւ արդար Երևան ընտրությունները, բայց ներկա ժամանակաշրջանում, երբ որ կա թվայնացում, արհեստական բանականություն, սոցցանցեր եւ այլն, ես կարծում եմ անգամ քարոզչության կանոնների հետ կապված, այո, գերկարգավորումներ ունի, բայց անլուրջ է վերաբերվում նաեւ նրան, որ ստեղծվի մի ինքնալուծարվող կուսակցություն, միայն նրա համար, որ ընտրական օրենսգրքում արվեն փոփոխություններ, բոլորին դեմ է տողը լինի քվեաթերթիկի մեջ կամ նման քվեաթերթիկ լինի։ Սա կուսակցությունների հիմնական նպատակին չասեմ հակասող, բայց դա նշանակում է անլրջացնել ընդհանրապես քաղաքական պրոցեսը։ Ինչու՞ այն մարդիկ, ովքեր իսկապես բոլորին դեմ են չեն կողմնորոշվել, այսպես ասած։ Չկողմնորոշված մարդիկ կամ չեն գնում ընտրությունների, կամ գնալու պարագայում իրենք կարող են ուղղակի իրենց ձայնը այնպես անել, որ հաշվարկի մեջ չմտնի, այսինքն քվեաթերթիկը դարձնել անվավեր։ Օրինակ Տարբերակներ կան, կարող ես դու ուղղակի քվեաթերթիկի վրա նշում անել եւ դնել ծրարի մեջ, քվեաթերթիկն անվավեր է, նշանակում է դու չես ուզել որևէ մեկին։ Կարող ես դա ուղղակի այլ մի քանի քվեաթերթիկ դնել ծրարի մեջ եւ դնել դա էլ է համարվում անվավեր, բայց ստեղծել կուսակցություն բոլորին դեմ եմ, միայն նրա համար, որ ընտրական օրենսգրքում լիներ փոփոխություն, ընդ որում ճանաչելով նաեւ այդ քաղաքական ուժի ներկայացուցիչներին, իրենք կարող են այդ առաջարկը անել օրենսդրին, կարող են անել հանրային քննարկումներ, եթե կձևավորվեր համախոհություն գաղափարի շուրջ, որ պետք է լինի նաև քվեաթերթիկ բոլորին դեմ եմ, ապա ընտրական օրենսգրքում այդ փոփոխությունը կլիներ, բայց ես կարծում եմ, որ սա այնքան էլ իրատեսական չէ նման փոփոխություն ընտրական օրենսգրքում անելը, բոլորին դեմ եմ քվեաթերթիկը, ի վերջո դա ինչ է, կողմ ձայն ենք համարում, թե համարում ենք ոչ ձայն։ Իմ նշած պարագայում, եթե իր ձայնը անվավեր է դարձնում, դա հաշվարկի մեջ չի մտնում։ Իսկ հաշվարկի մեջ եւ մանդատների բաշխման համար հիմք են ընդունվում բոլոր տեխնացուներին կողմ տրված ձայները։ Հիմա բոլորին դեմ եմ կուսակցությանը կողմ տրված ձայները ի վերջո դրանք կողմ ձայներ են եւ եթե իրենք էլ չհաղթահարեն անցումային շեմ, այդ ձայները կբաշխվեն առավել ձայներ ստացած եւ մյուս կուսակցությունների միջև։ Հետևաբար իրենք ուղղակի օգնում են մյուս ուժերին։ Ինչով են այս պարագայում, որովհետեւ իրենք փոշիացվող ձայներ են դառնում։ Դրա մասին շատ է խոսվում, մենք իրենց էլ ենք հարցնում, իրենք ասում են ոչ, դա չի նշանակում փոշիացում։ Ինչու եք համարում, որ փոշիացում է։ Որովհետև իրենք հաշվարկի մեջ ներառվում են որպես կողմ ձայներ։ Ի վերջո դա քվեարկության, այո, դա քվեարկության թերթիկ է։ Հետևաբար հաշվարկի ժամանակ
երբ որ մանդատները բաշխվում են, նաև այդ շեմը չհաղթահարած քաղաքական ուժերի կամ տեխնացուների կողմ տրված ձայները եւս բաշխվում են համամասնորեն շեմը հաղթահարած տեխնացուների միջև։ Իմ հյուրերից մեկը շատ այսպես արտարոց առաջարկություն եւ կոչ արեց ժողովրդին, ես պետք է ուղեմ ձեզ այդ հարցը, որքանով է այն նպատակահարմար կամ իսկապես աբսուրդ։ Նա ասաց, ովքեր չեն կողմնորոշվել, բոլորը այդ չկողմնորոշվածների այսպես մասին են մտածում, ինչպես անել այդ չկողմնորոշվածների հետ, ձայների հետ։ Ասում է գնացեք իմ անունս գրեք, ասենք Պողոս Պողոսյան անունը չեմ ուզում տալ, որպեսզի չլինի սխալ իմ կողմից, իմ անունս գրեք, հետո պատրեք այդ մի ցանկացած մեկը, պատրեք, դրեք ծրարի մեջ տվեք, եւ հետո երբ որ հանձնաժողովը հաշվի, այդ ծրարը պատրած ու իմ անունով ծրարները, ես ասի 1%, ասես չէ, 15% ես այդ չկողմնորոշվածների եթե այդպես անեն, 15% ես կհավաքեմ։ Կաշխատի դա չէ, չի աշխատի մեկ, այդպիսի եթե մեկ անուն գրվի, որը չի մասնակցում, ասենք քաղաքացի է ինչ որ կամ քաղաքական գործիչ է, ակտիվ քաղաքական գործիչ է, որը ցանկացած տեխնացուի թերթիկի վրա։ Ցանկացած, ասում է 18-ը թափում ես, մեկը ցանկացած մեկը, մեկի վրա իմ անունն ես գրում, հետո պատրում ես, դնում ես ծրարի մեջ, գցում ես։ Այդ դա ոնց որ կիդենտիֆիկացվի, որ բոլորը այդպիսին են եւ բոլորը այդ ԿՀ-ով չանցած, ընտրությունների չմասնակցող մարդուն են տվել եւ դա գործոն կլինի։ Ինչ գործոն։ Ես ուզում եմ հասկանալ, որն է նպատակը։ Ցույց տալու բոլորին դեմ է մի ուրիշ տարբերակ է սա։ Էլ ինչի ենք պատրում քվեաթերթիկը այդ դեպքում։ Եթե ձեր նշած անձը հուշում է ինչպես կարող են անվավեր դարձնել իրենց ձայնը, ցույց տալու համար, որ ես չկողմնորոշված ընտրող եմ, այդ դեպքում պատրելու կարիք էլ չկա։ Քվեաթերթիկի վրա որևէ նշում գրիչով, Պողոս Պետրոսյան եթե գրեմ, արդեն այդ քվեաթերթիկը անվավեր է։ Այդ պատրելու գործողությունները կարծում եմ ավելորդ է, որ ինքը նշել է, բայց ես դա լուրջ չեմ համարում, որովհետև քաղաքական ուժերի, եթե ինքը իհարկե կուսակցություն է ներկայացնում կամ դաշինք, այո, շատ վատ է, որ այդ խորհուրդն է տալիս, ինչու, որովհետև դու պիտի աշխատես քո ընտրազանգվածին, հատկապես չեք կողմնորոշվածի, ընտրազանգվածը դու քո կայուն ունես, որովհետև իրենք տեսել են քո աշխատանքը, գնահատել են, բայց նրանք, որոնք դեռ տատանվում են եւ չեն կողմնորոշվել դեպի քեզ, դու պիտի հակես դեպի քեզ քվեարկելու, ոչ թե դու ասես, այ եթե դուք իշ չեք ընտրում, գնացեք փչացրեք։ Այս դեպքում մենք ունենանք գուցե շատ ավելի բարձր անվավերների տոկոս, ինչը վատ է։ Նշանակում է ինչ որ X տոկոս մենք ընտրողների ձայն չենք ունենա հաշվարկի բանաձևի մեջ։ Շնորհակալություն։ Ես չեմ ողջունում ամեն դեպքում այս մոտեցումը։ Քվեաթերթիկ փչած։ Ես դրա անունը դրեցի քվեաթերթիկ փչածները։ Այն էլ երկու անգամ, մի հատ գրելով, մի հատ պատրելով։ Ես ձեզ ներկայացրեցի եւ դուք այդ դիրքն եք գրավում ազգային ժողովում, բացի եւ падգամավոր եք եւ հանձնաժողովի падգամավոր, հանձնաժողովի նախագահ եք, աշխատանքի սոցհարցերի մշտական հանձնաժողովն եք ղեկավարում։ Ուրեմն երկու հարց աղքատության կրճատման հետ կապված ինչ է արվել այս 8 տարվա ընթացքում, ինչ է նախատեսված ձեր ծրագրում գալիք տարիներին, եւ երկրորդը գործազրկության թիվը որքան է եղել, ես խնդրել էի նախորոք, որպեսզի դուք այդ թվերը մեզ ներկայացնեք։ Շնորհակալ եմ նաև հնարավորության համար, որ խոսեցինք նաև մեր ոլորտից, սոցիալական պաշտպանության ոլորտը, գիտեք, որ ամենաբյուջեով մեծ ոլորտներից է պաշտպանության ոլորտից հետո, եւ այստեղ մենք ունենք արված բազում մի քանի կարևոր ծրագրեր, որոնք մենք խոստացել ենք 21-26 թվականների մեր ծրագրով, որը գալիս էր նաև մեր նախընտրական ծրագրից, ինչ ենք անելու հետո հիմա արտացոլված է մեր նոր արդեն այս ընտրությունների նախընտրական ծրագրում, բայց նախորդ 21-26 թվականի ծրագրով մենք խոստացել ենք, որ էականորեն նվազեցնելու ենք աղքատությունը եւ վերացնելու ենք ծայրահեղ աղքատությունը։ Մենք 25 թվականի տարեվերջի դրությամբ 0.6% ծայրահեղ աղքատություն ունեինք 1.7-ի փոխարեն, ինչը նշանակում է, որ մենք կտրուկ կրճատել ենք ծայրահեղ աղքատությունը եւ նվազեցրել ենք նաեւ աղքատությունը։ Եթե մենք 10 պարամետրեր եք փոխել, ոչ պարամետրեր փոխելով չէ, մենք այստեղ տնտեսական ակտիվության գործոններ ենք դրել, այսինքն զբաղվածության տարբեր ծրագրեր, որոնք ընտանիքին դուրս են հանել ծայրահեղ աղքատության վիճակից։ Գործազրկության մակարդակը 18 թվականին եղել է 19%, 25 թվականին
գործազրկությունը եղել է 12%։ Սրան զուգահեռ ես ուզում եմ խոսել մի շարք կարևոր ռեֆորմի մասին, որը անցած տարին ներդրվեց եւ պիլոտ ենք արել 2 մարզերում, ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգը, այսինքն նպաստառու ընտանիք, ինչպես ճանաչել ընտանիքը նպաստառու, Սյունիքի եւ Կոտայքի մարզում ծրագիրը պիլոտային մեկնարկեց եւ 26 թվականի այս տարվա հուլիսի 1-ից այն կկիրառվի արդեն ամբողջ հանրապետությունում։ Սրա նպատակը այն է, որ մենք համակարգից նախ մի շարք ընտանիքներ դուրս են եկել, ինչը նշանակում էր, որ ի սկզբանե նրանք պիտի չլինեին համակարգում, որովհետեւ գնահատման սանդղակով իրենք անապահովության շեմի մեջ չեն, եւ նրանք, ովքեր իսկապես անապահովության համակարգում պիտի լինեն, նպաստի համակարգում, նրանց առաջարկվում է տնտեսական ակտիվության ծրագրեր։ Այսինքն, եթե ընտանիքում կա աշխատունակ տարիքի քաղաքացի, չափահաս եւ աշխատունակ քաղաքացի, որը խնամքի կարիք չունի, չկա հաշմանդամություն, երեխա չի, երեխայի խնամք եւ այլն, այս անձանց առաջարկվում է ուրեմն տնտեսական ակտիվության ծրագրեր, այդ թվում աշխատանք։ Եվ հիմնական մեր կարգախոսը այն է, որ աղքատությունը կարելի է հաղթահարել կամ նպաստի համակարգից կարելի է դուրս գալ միայն աշխատանքի միջոցով։ Եվ այն դեպքում, եթե մարդը հրաժարվում է պետության կողմից առաջարկվող իրեն համար հարմար աշխատանքից, նշանակում է, որ նա ունի, իրեն վերագրվում է նվազագույն աշխատավարձ, նշանակում է նա ունի եկամուտ, որ հրաժարվում է եկամուտ բերող աշխատանքից։ Սա է եւ կան մի քանի ստոպ գործոններ, գույք վարկեր, որոնք սպասարկվում են, գույք, որը նա տիրապետում է, գուցե նաև վարձակալության է տալիս, որը խոսում է այն մասին, որ ընտանիքը ամենևին էլ նպաստի համակարգում գտնվելու անհրաժեշտությունը չուներ։ Այսինքն մենք ավելի հասցեական ենք սարքում եւ ավելի հասցեական են դառնում առաջարկվող ծրագրերը։ Դա կարող է լինել փոքր բիզնես ստեղծելու, մենք աշխատաշուկան նոր մտնող անձանց համար անում ենք վերապատրաստման եւ գործատուին խրախուսում ենք ֆինանսապես, որ այս անձանց վերցնի աշխատանքի եւ ունենք թիրախմբեր 15-ից 29 տարեկան չսովորող եւ չաշխատող երիտասարդների թիրախումբ, որոնց համար անում ենք առանձին զբաղվածության ծրագրեր, որովհետեւ եթե մարդը չունի մասնագիտական կրթություն, նշանակում է աշխատաշուկայում նաև անմրցունակ է եւ գործատուին խրախուսելով, որպեսզի նրան վերցնի որպես փորձնակ կամ աշակերտ, մենք այս օրենսդրական փոփոխությունները արել ենք աշխատանքային օրենսգրքում, այդ երկու ինստիտուտները իրար կապակցելով, որպեսզի եւ սովորեցնի աշխատանքի հմտություններ եւ պարտադիր նրա հետ կնքի հետո աշխատանքային պայմանագիր։ Դա սոցնախը չի անում։ Դա անում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի մեր նույն անվանումով նախարարությունը, կառավարությունը, մենք ազգային ժողովում անում ենք դրա համար իրավական հիմքեր։ Դուք հիմքերն եք ստեղծում օրենսդրական։ Եւ գործազրկության թեման էլ էր այստեղ, դե փաստորեն դուք ասում եք, որ ես ճիշտ ասած ուշադրի չէի։ 19% ունեի գործազրկություն։ Հիմա 17 է, թվականին, հիմա ունենք 12%։ 12% գործազրկություն։ Այստեղ պիտի հաշվի առնենք, որ երբ որ խոսում ենք գործազրկության մասին, մենք խոսում ենք պաշտոնապես գրանցված որպես գործազուրկ աշխատանք փնտրող քաղաքացիներ։ Մենք գուցե ունենք նաև քաղաքացիներ, որոնք չեն փնտրում աշխատանք կամ գործազուրկ են եւ չեն փնտրում աշխատանք։ Իսկ գուցե աշխատում են, բայց չեն գրանցված։ Եվ ամենախոցելին հենց նա է, որ քաղաքացիների մի մասը նախընտրում է չունենալ գրանցված աշխատանք, բայց այստեղ կա մի կարևոր պայման։ Մեր մի քանի ծրագրեր, բարեփոխումներ անուղղակիորեն բերել են նրան, որ քաղաքացիները իրենք են ուզում ստվերից դուրս գալ։ Օրինակ նույն առողջության համընդհանուր ապահովագրության համակարգ մտնելու համար քաղաքացին պիտի որ շահագրգռված լինի, որպեսզի ինքը դուրս գա ստվերից, որպեսզի ինքը եւս դառնա շահառու։ Ապահովագրության համակարգի շահառու։ Ես շատ շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար, իհարկե նախընտրական շրջան է, շատ ժամանակ գնաց նախընտրական հարցերին, եթե տեսնենք ամսի 7-ին ձայնը, որ ինչպես են բաշխվելու ընտրողների ձայները, եթե շարունակելու եք այս ուղղությամբ աշխատել, ես ձեզ հիմա կհրավիրեի հետո ավելի հանգամանալից այս հարցերով աշխատանքի սոցհարցերով հարցազրույցի, որովհետև այստեղ շատ ես կարծում եմ սպասելիքներ կան հասարակության կողմից եւ դուք էլ երևի ինչ որ առաջարկներ ունեք։ Պարզապես մեկ հարց մնաց ինձ մոտ այդ աշխատանքի հետ կապված։ 300,000 աշխատատեղի մասին եմ ուզում հարցնել։ Դա ոնց որ թե դա եւս հաղթաթուղթ է, խաղաքարտ է։ Արդյոք
քաղաքպայմանագիրը կամ դուք ներկայիս իշխանությունները 300,000 աշխատատեղ չեք կարող ստեղծել, որ դա մրցակցային է դառնում ընտրությունների պարագայում։ Մենք արդեն ստեղծել ենք այդ աշխատատեղերը 21-ից 26 թվականի ընթացքում մոտ 280,000 աշխատատեղ է ստեղծվել։ Այստեղ կարող է նաև մեր անդիմախոսները ասեն գուցե նորը չի ստեղծվել, ոմանք ուղղակի ստվերից են դուրս եկել, բայց սա էլ է կարևոր ցուցիչ, որ այո մենք այլ ծրագրերով խթանել ենք, որպեսզի ստվերից դուրս գան եւ այդ թիվը ֆիքսված է։ Մենք մեր նախընտրական ծրագրով էլ խոստացել ենք ստեղծել տարեկան 25,000 աշխատատեղ, բայց պիտի ասեմ նաև, որ այդ տարեկան 300,000 աշխատատեղ ստեղծելու գայթակղիչ թեման, պիտի մի քիչ ավելի լուրջ վերաբերվենք դրան եւ երբ որ ուղիղ խոսում են գործարաններ կառուցելու աշխատատեղերի մասին, սա ինձ ավելի շատ մի քիչ հիշեցնում է խորհրդային տարիները եւ խորհրդային սերունդը, որը ամեն անգամ երբ որ սոցիալական խնդիր էր ուզում լուծել, գալիս էր եւ բողոքում նայրիտը բացեք աշխատենք կամ պայմանական ինչ-որ գործարան։ Պետությունը ստեղծում է բարենպաստ իրավական միջավայր եւ բիզնեսի համար։ Պետությունը ստեղծում է միջավայր նոր աշխատատեղերի ստեղծման համար։ Ուզում եմ ասել, որ աշխատանքի իրավունքը ըստ էության մարդու աշխատել չաշխատել են որ ասացի գուցե ինքը գրանցված չէ որպես աշխատանք փնտրող, որովհետև դա մարդու ընտրությունն է, ինքը ուզում է աշխատել թե ոչ եւ գործատուի իրականում։ Այո, եւ ինչ աշխատանքով է ուզում աշխատել, դա աշխատանքի ընտրության ազատության իրավունքն է, ոչ թե հենց աշխատանքի իրավունքը։ Ես ազատ եմ ընտրելու աշխատել չաշխատելու մեջ, աշխատելու պարագայում ինչ տեսակ աշխատելու մեջ։ Պետությունը ունի պարտավորություն ապահովելու նրա աշխատանքի ընտրության ազատությունը, բայց ուղղակի նայրիտ բացելով կամ գործարաններ բացելով, այստեղ ավելի շատ դա բիզնեսի հոգեբանությունն է, որ բոլորին տեսնում է իր պոտենցիալ աշխատողները։ Շնորհակալություն, պարզապես նշեմ փակագծերում, որ աշխատել եւ չգրանցված աշխատելը դա օրենքից դուրս է։ Իհարկե, այո։ Դա եւ աշխատողի Եվ դա պատժվում է գործատուի համար։ Գործատուին պատժվում են, բայց աշխատողը երբեմն ես գիտեմ այդպիսի դեպքեր, երբեմն ասում են մեզ այդպես ձեռք է տալիս, որովհետև մեր աշխատավարձը այդպես ավելի բարձր է լինում, քան եթե դուք դա գրանցում եք։ Այդ ստվերը գոնե մի քիչ հաղթահարվել է թե ոչ։ Դա մենք գիտենք, որ խորհրդային միությունից հետո առաջին տարիներին դա շատ տարածված երևույթ էր։ Այժմ ինչ վիճակ է։ Ես հենց դա էի նոր նշում, որ մեր վերջին ծրագրերը, վերջին տարիներին արված ծրագրերը անուղղակիորեն ազդել են նրա վրա, որպեսզի աշխատողը ինքը ստիպի գործատուին պայմանագիր կնքել եւ ստվերից դուրս գալ, որպեսզի եւ հիպոթեկով վարկեր վերցնել եւ առողջապահության ապահովագրությունը, ավելին ասեմ 2020 թվականին, երբ որ COVID համավարակը սկսվեց, դուք գիտեք, որ հիմնականում տուժեցին այն աշխատողները, այսինքն չստացան պետական աջակցություն, միայն այն պատճառով, որ իրենք չէին երևում որպես աշխատողներ։ Այստեղից արդեն սկսվեց շարժումը, որ մարդիկ սկսեցին պահանջել գրանցել իրենց պայմանագրերը։ Եվ տարիներ հետո թոշակ ստանալու։ Եվ տարիներ հետո դա որպես ստաժ դիտարկելու։ Ստաժ դիտարկելու եւ թոշակի վրա ազդելու է։ Այո։ Ես շատ շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, Ազգային ժողովի պատգամավոր Հերիկնաս Տիգրանյանն էր մեր զրուցակիցը, քաղաքապայմանագիր խմբակցության պատգամավոր է Տիկին Տիգրանյանը։ Զրույցը վարում էի ես Գայանե Առաքելյանս։ Բարին ձեզ։